Այս ամենը Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր, կարող էր եւ պարտավոր էր անել 2020 թվականի նոյեմբերից սկսած, նոյեմբերի 10-ից սկսած, որպեսզի բարձրացներ մեր պետության պաշտպանության ծծման կարողությունների մակարդակը։ Բայց իհարկե ամբողջությամբ ձախողել են այս խնդիրը։ Նաև թույլ տվեք հատուկ ասել, որ մենք համագործակցելու ենք, լայն համագործակցություն ենք ապահովելու նաև արտասահմանյան մեր գործընկերների, արտասահմանյան բանակների հետ։ Արևելքի, արևմուտքի, բայց հատկապես նաև Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգերի հետ։ Մենք ապահովելու ենք նաև լիարժեք համագործակցություն մեր Սփյուռքի հետ։ Մենք բազմաթիվ Սփյուռքի հզոր հայրենակիցներ ունենք, մարդիկ ունենք, որոնք աշխատում են, որոնք աշխատել են, աշխատում են որպես փորձագետներ բանակի ռազմական հարցերի կամ անցել են օրինակ արդեն թոշակի, բայց իրական բարձրակարգ մասնագետներ են, մենք նրանց նույնպես պարտադիր հրավիրելու ենք, եթե պետք լինի նաև վճարովի համակարգով իհարկե արտասահմանյան նաև խորհրդատուների աջակցությանն ենք դիմելու։ Եվ նաև այստեղ է սա եւս մի ոլորտ է, որը Նիկոլ Փաշինյանի հակասփյուռքյան քաղաքականության պատճառով նույնպես ձախողված է եւ հնարավոր խանգարում է, հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք լայնորեն ներգրավենք մեր Սփյուռքի հայրենակիցներին նաև այս հարցերին։ Հիմա մի կարևոր հարց։ Եկեք հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նահանձամբ ձախողել մեր բանակի արդիականությունը եւ երկրի պաշտպանությունը։ Այստեղ մեկ հարց կա, նրանց ծրագիրը մեկն է։ Ես դա կոչում եմ ռազմավարական անկարողություն կամ ստրատեգիական անկարողություն։ Սա նշանակում է ոչինչ չանել 6 տարվա մեջ, որպեսզի պաշտպանության հավասարակշռություն ապահովի քո հակառակորդի հետ։ Խոսքը վերաբերում է քաղաքական, իրավական, դիվանագիտական եւ կոնկրետ դեպքում իհարկե պաշտպանության հնարավորություններին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությունը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ է հրավիրում եւ այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից հիմա գնում է ակնհայտորեն այս իշխանությունը, որ զիջումները միայն բերելու են պատերազմի։ Եվ դրա լավագույն ապացույցը, ես ուզում եմ այստեղ կարևոր ընդգծել, դրա լավագույն ապացույցը 2020-ից 2024 թվականներին իրենց կատարած Ադրբեջանին տված բոլոր զիջումների արդյունքում միևնույն է այն իրական սպառնալիքներ, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականին հարձակվել մարտին, հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մասնավորապես ես ուզում եմ նաև մեջբերել այս կառավարության հետ համագործակցող, նաև նրանց աջակցող գիտնականներից մեկին, օրինակ պարոն Նևսես Կոպալյանը, IVN հայտնի պարբերականում տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բազմաթիվ, ինչպես նաև պաշտոնյաներ, ունեին տվյալներ հիմնավոր, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը, նրանց ներկայացրած թրիփը պարզապես փրկեց այս իրավիճակը եւ ՔՊ-ին նաեւ կարելի ասել, դե իհարկե նաեւ մեր երկրի համար էր նաեւ խաղաղության այս գործընթացը ապահովեց եւ թույլ չտվեց հետագա, այսինքն հիմքեր դրեց եւ թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա։ Հիմա եկեք հասկանանք, որ ռազմավարական անկարողությունն է նրանց պատճառը, որ 6 տարի անց դեռ չեն կարողացել ստեղծել մեզ համար, մեր երկրի համար զսպման կարողություններ։ Սա ժամանակահատված է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տևողությունից էլ ավել է։ Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ այս խնդիրը լուծելու։ Եվ այս ձախողված քաղաքականությունը ակնհայտ բացասական է ազդում մեր երկրում քաղաքական համակարգի, ներքին գործընթացների վրա, նաև խոսույթի վրա, եւ պարակտում է մեր հասարակությունը շարունակաբար։ Եկեք մեկ օրինակ բերեմ Սահմանադրական հանրաքվեի օրինակը։ Ակնհայտ է, որ Սահմանադրական հանրաքվեն Իլհամ Ալիևի հանրաքվե է։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով։ Գիտեք, խաղաղությունն ու անվտանգությունը սրտիկներով ու պաչիկներով չի, եւ օրը 5 անգամ խաղաղություն գոռալով չի, որ կարող են դրանով անվտանգություն ապահովել։